Այս թիթեղի տակ է։ Այստեղ է 35-ամյա Նարեկը բախվել դաժան իրականության հետ։ Նորածինը, որին գտավ ու հետո պարզվեց ընդամենը մի քանի ժամ առաջ էր լույս աշխարհ եկել, փրկվեց նրա շնորհիվ։ Այգում զբոսնող բարեկամուհին է Նարեկին ասել, որ կիսաքանդ հատվածից ինչ-որ ձայն է գալիս։ Մտածել են կենդանի է։ Գացի, որ ծլվլոց է գալի, մի պահ ուզում էի ոտքով խփեի, բայց փարկասու չխփեցի։ Կռացա ադյալը բարձրացի, տենամ նորածին երեխա է, անմիջապես գրկել եմ երեխային ու անմիջապես նույն պահին զանգահարել եմ շտապ օգնություն։ Միայն մեկ ծածկոցով էր փաթաթված փոքրիկը։ Ենթադրում են, այնպիսի բանուկ հատվածում են դրել աղջկան, որ մարդիկ տեսնեն։ Հուզվում է Նարեկը։ Նորածնին հայտնաբերելու տեսարանն ամեն րոպե ժապավենի պես աչքի առաջ է։ Դա լեզ ճակատագիր է, որ չես կարա։ Սուսակ կյանք, այո, ունեմ երեխա, չես կարա, էլի մի երեխա ես գտնում ու այդ երեխով սրտացավ չլնես։ Թեկուզ մանկատ ունել ընկնի, հետա գամ, հաստատ է թավրում գամ բտ երեխու հետևից։ Քնի չգա, ես քնի չխոսել եմ, փորձել եմ, ես իմ ուզած անունով դնեմ այդ երեխայի վրա։ Շտապօգնության մեքենան կայծակնային արագությամբ է հասցրել նորածնին ամենամոտ հանրապետական ծննդատուն։ Պորտալարն ամփույթ կտրված, շնչառական խնդիրներով ու սառած։ Երեք ցավոք սրտի երեկոն բավական զով էր եւ երեխան ջերմաստիճանը իջել է մինչեւ 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։ Բացի շնչական անբավարարությունից, որը տանելի բան է, բայց հիպոթերմիան հենց բավական վտանգավոր նշան է նորածնի համար։ Հատուկ սարքավորումներ են միացված, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Բժշկի խոսքով մոտ 20-22 օրից կարող են դուրս գրել, թե դեպի որ ուղղությամբ հայտնի կդառնա իրավական գործողություններից հետո։ Տավր ինքը հաստատորեն բուժնիմնակում չի ծնվել։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, մեր հաշվարկներով 36 շաբաթական է։ Հալաբյան փողոցում ապշած են բնակիչները տեսածից ու լսածից։ Չեն հասկանում, ինչ խղճով են մի քանի ժամ առաջ ծնված փոքրիկին փողոցում թողել ու հեռացել։ Էդի անմարդկային վերաբերմունքա ցավը տանը։ Աստուծված է պետքա այդպես չվարվեի։ Սրիկայություն ուղղակի մսկարել է։ Աննորմալություն ուղղակի հոգեկան խանգարումներով են տառապում։ Տեսել են երեխային արդեն վերմակի մեջի փաթաթը։ Արդեն տանելուց էլ տեսել։ Արդեն սկորեն գալիս էր այդ ընթացքում։ Պիտակ երեխան կարողա չգիտեմ սփռտնած էր դրանից էր, բայց ձայն կար։ Բոլորս էլ անհանգիստ էինք։ Նմանատիպ մի դեպք էլ 2024-ի մայիսին էր արձանագրվել։ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր այգեպանը նորածին գտել։ Ի տարբերություն այս դեպքի, Շիրակի մարզի 24 տարեկան բնակչուհին 3 կիլոգրամ 750 գրամ քաշով նորածնին թողել էր մանկական զամբյուղով, խնամված, լրացուցիչ հագուստով ու նույնիսկ տակդիրներով։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։